երկուսս էլ եղել ենք վատ հարաբերությունների մեջ։ Այդ աղջիկը ողա հաճախորդ սպասարկեր։ Այդ տղեն գար մտներ խանութ, այդ աղջիկան ծեծեր, խանութի մեջտեղը։ Տղակա, որ ասում է, նայեմ ինչա գրել ընկերուհիդ, այդ նորմալ է։ Ինչ որ միտեղ գնաց աղջիկը հետևից գնալ, տենալ չի խափում իրան։ Բայց դա adekvat, բազային ինչ որ կարգավորում է, ինչ որ հիմք է, առանց որի առողջ հարաբերություններ ուղղակի անհնար է լինեն։ Ողջույն սիրելի ոդկասթա դիտներ։ Դուք դիտում եք Այրևկին ոդկասթը։ Ձեզ հետ ես եմ Արտուրը Եվ ես Մարիաննն եմ։ Մենք ունենք 7 տարվա ամուսնական փորձ, 9 տարվա ընդհանուր հարաբերությունների փորձ, 2 երեխա։ Այդ իսկ պատճառով խոսելու ենք կրկին հարաբերություններից, այսօրվա թեման խանդ։ Այսօր մենք ուզում ենք խոսել խանդի մասին, ինչով է խանդը վտանգավոր զույգերին, հարաբերություններին, ամուսնական կյանքում, երբ է խանդը առողջ եւ երբ է հասնում այն սահմանին, որ արդեն կարող է վտանգավոր լինել, ինչպես նաեւ կքննարկենք այն տարբերակները, ոնց կարող է զույգը հաղթահարել խանդը եւ խանդից գալ դեպի վստահություն։ Ու առաջի հարցը ես կտամ Արտուրին, ինչ է խանդը ընդհանրապես։ Խանդը ընդհանուր առմամբ նորմալ զգացողություն է։ Ես ավելի ճիշտ կասեի զգացողությունների միքս։ Ինչ զգացողություններ, կորցնելու վախ, սեր, անինքնավստահություն եւ սեփականության զգացում։ Խանդը ինքնին վատ բան չէ, չնայած երբեմն մենք էլ տեսնում ենք մեր իրականության մեջ ինչքան դեպքեր կան, հենց խանդից ծնված, խանդից բխող, ինչքան նույնիսկ ողբերգական դեպքեր են լինում խանդի հողի վրա։ Շատերը ասում են, որ խանդը հենց սիրո նշան է, որ եթե չես խանդում, ուրեմն չես սիրում, բայց խանդը ինչ որտեղ նաև հին տրավմաների նշան է, նախկինում ունեցած վատ փորձառությունների նշան է։ Օրինակ, իրան մի անգամ դավաճանել են, ինքը արդեն այդ աղջիկի հետ կամ տղու հետ կապ չունի, ինքը ունի նոր հարաբերություններ, բայց անընդհատ հիշում է այդ իր նախկին հարաբերությունները ու դրանից տրտված անցնում է այդ խանդին։ Սկսում է հեռախոս ստուգել, չգիտեմ, անդադար ստուգել, ինչ որ միտեղ գնաց աղջիկը հետևից գնալ, տենալ չի խափում իրան, թե ինչ, ինձ թվում է հիմնականը խանդը այս հին տրավմաների արդյունքը ավելի շատ, քան թե սիրո նշան։ Չնայած այս զգացողությունները, որ թվեցի մի քանի, տեղ կար նաև սերը։ Մեկ ավելացում եմ ուզում անել, էվոլյուցիոն հոգեբան Դեվիդ Բասը կատարել է էվոլյուցիայի ընթացքում տենց հետազոտություն, որի ժամանակ հայտնաբերվել է, որ խանդը նաև էվոլյուցիոն տագնապ է ու իր արմատները հենց մեր անցյալում է, նրա մեջ, որ մարդիկ ստիպված են եղել պաշտպանել իրենց զուգընկերոջը, իրենց ունեցվածքը եւ այլն ու այդ վախը, կորցնելու վախը, ասես բնական մեր կարգավորումների մեջ կա, սակայն հիմա, քանի որ արդեն այդքան շատ քո զուգընկերոջը պաշտպանելու, քեզ մոտ պահելու, ամեն ինչից ապահովագրելու կարիքը չկա մեր այսօրվա աշխարհում, շատ հաճախ այն խանգարում է։ Այսինքն այդ նույն սեփականության բանն է, որ այսինքն գեներով այդ մեր հին նախնիներից եկել հասել է մեզ։ Կա խանդ, որը նորմալ է ու բոլորիս կյանքում, բոլոր սիրող մարդկանց, զուգընկեր ունեցող մարդկանց կյանքում այդ էպիզոդները լինում են։ Նույնիսկ ամենա ոչ խանդոտ մարդու մոտ հնարավոր է, որ խանդի էպիզոդներ լինել։ Բայց կա նաև հիվանդագին խանդ, որը ես բազմիցս ականատես եղել եմ իմ կյանքի ընթացքում, երբ տղամարդը կամ կինը այնքան են խանդում կամ ընկերը կամ ընկերուհին այնքան են խանդում, որ ուղղակի սահմանափակում են այդ մարդու կյանքը, մտնում են անձնական տարածք, խախտում են սահմանները, վիրավորում են իրար, հետևում են իրար, գնում են ծայրահեղ քայլերի, դրանով թունավորում են թե իրանց կյանքը, թե կողակցի կյանքը։ Կարծում եմ, որ այս տեսակի խանդը նորմալ չի ու եթե մարդը ուզում է տարբերել իր խանդը առողջ է, թե հիվանդ խանդ է, ինքը կարող է հասկանալ այսպես. եթե խանդը անընդհատ է, անընդմեջ կա,
ինքը ամեն ինչու ուզում է հսկի, վերահսկի, չի վստահում ոչ մի խոսքին, ուզում է թաքուն մտնի հեռախոսի մեջ եւ այլն, ուրեմն արդեն ինչ որ մի բան նորմալ չի։ Բայց եթե ամեն ինչ կա, նորմալ է, վստահությունը կա, սեր կա եւ պահի տակ ինչ որ մի փոքր առիթ է լինում, որ խանդ է զգում զույգերից մեկը կամ մյուսը, դա նորմալ է, երևի հենց այդ քո նշած սիրո արտահայտումն է այդ ժամանակ լինում։ Այսօր որոշել ենք մի քիչ հետաքրքրություն մտցնենք մեր ոդկասթի մեջ ու խանդի թեմայով պատրաստել ենք խաղ, խանդի սանդղակ։ Գրել ենք իրավիճակներ ու հարցնելու ենք իրար ու պատասխանելու ենք թե ինչ չափի միավոր կտանք այդ իրավիճակին։ Օրինակ զուգ ընկերը հենց այս օրինակից սկսենք, որ լայք է դնում ուրիշ աղջիկա, ասենք սեքսոտ նկարների կրկոտ նկարներ, գրավիչ նկարներ։ Oh my god։ Այս մշտական ռուբրիկա է։ Գրավիչ ֆոտոներին ասենք լայքում է տղեն։ Ու աղջիկը տեսնում է։ Ինչ չափի խանդի մակարդակա ստեղ։ Խանդի մակարդակ 0-ից 10։ Դու ինչքան խանդ ես օրինակ։ 7։ Okay։ Հիմա դու ասա։ Ինչ ասեմ։ Ինչ որ իրավիճակ։ Ես չունեմ իրավիճակներ։ Ունես Telegram-ի տեմ ուղարկե։ Ուրա։ Մի րոպե։ Չես ուղարկել, չի եկել ինձ։ Հա, լավ։ Առաջինը ասեցի։ Հիմա դու ասա։ Հիմա ես եմ հարցնում։ Գրում է իր նախկինին, ինչ կա ոնց ես։ 10-ից 10 կամ 1000։ 10,000։ 10-ից 1000, հա։ 10-ից բաժանում։ Իմ համար դաժե շատ բան է, շատ տարօրինակ է, որ զույգ իրանք բաժանվում են իրարից, կան չէ՞, տենց զույգեր, որ բաժանվում են, բայց իրարից շփվում են, ասում ենք, նորմալ շփվում են։ Իմ ընկերն է։ Հա, իմ ընկերն է ու արդեն նոր ընկերուհի ունեն կամ նոր ընկեր ունեն, բայց իրանք շարունակում են շփվել, շատ անհասկանալի է իմ համար այս իրավիճակը, ինչ որ ֆետիշ է։ Ունի հակառակ սեռի մոտ ընկեր, որը չի եղել իր էքսը, ուղղակի մոտ ընկերա կամ ընկերուհի։ Ինձ թվում է ես օքեյ եմ այդ մտքի հետ։ Դա չկա խանդ, եթե ես գիտեմ, որ ինքը ընկեր է։ Բայց եթե իրանք ասենք շաբաթը երկու օր տենում են իրար, ընթացքում զանգվում են, այդպես ինչ որ բաներ են խոսում, ընկերուհիների նման կամ ընկերների նման իսկական։ Չէ, այդքանը իմ համար օքեյ չի։ Իմ համար օքեյ է, որ միասին էլ կա այդ կապը, ինչ որտեղ ընդհանուր ընկերներ են, կարող է իրար հետ էլ դուրս գա, կարող է պահի տակ ինչ որ հարցով իրար հետ զանգվեն, բայց ընդհանուր կապ կա։ Երբ որ կա կողքից մի հատ աղջիկ, ում հետ այդ տղան առանձին տենց շատ մոտ է, ինձ թվում է ինչ որ մի բան այն չի։ Ես եմ տես մտածում։ Գնում է գիշերային ակումբ ընկերուհիների հետ։ Ընկերուհիների հետ թե մենակ։ Ընկերուհիների։ Ասում եմ, ես կլուբ չեմ գնացել, եթե գնացել եմ ընկերուհիներիս հետ եմ գնացել։ Նայած ինչ փուլում է իրենց հարաբերությունները։ Եթե ասենք նոր ես ծանոթացել այդ աղջիկա հետ, նա այդ նոր ծանոթացած վաղ չես կարող ուրիշ բան ասես, այդ շատ նոր վաղտերը, այն մեջտեղի ժամանակահատվածը։ Լիքը մարդ կա, որ ասում է, թե ցանկալի է չասես։ Դե օրինակ այդ նոր ժամանակահատվածում իրար որ տենց նորմալ չեք ճանաչում, բան տենց նոր սկսել եք շփվել, դաժե ընկերություն չեք անում, բայց ինչ որ բան կա արդեն։ Ինձ թվում է օքեյ է, տենց շատ ծանր չես վերաբերում տենց հարցերին։ Բայց հետագայում երբ որ արդեն ընկերություն եք անում մի քիչ զրջանում է, արդեն մի քիչ բան է, այո, մի քիչ պիտի կռվով պիտի գնա։ Եթե արդեն ամուսնացած են ու ընկերուհիներով գնում են պրոստը ժամանակ անցկացնելու ու կա վստահություն, օրինակ մեր դեպքում կա վստահություն, ես գիտեմ որ գնացիք ասեք ինչ որտեղ դու չես գնալու, ասես ես ընկերուհիներս հետ եմ գնաս ընկերոջ տենաս։ Այս դեպքում մի քիչ ուրիշ է, իմ դեպքում կոնկրետ ես օքեյ եմ մի քիչ այդ դրա հետ, դե ամեն օրվա մասին չի խոսք իհարկե, բայց ընկերուհիներ եք, պիտի իրար ինչ որ մի ձև տենակ, չէ, ինչ որ մի օր։ Դե լիքը կլուբը կոնկրետ չգիտեմ, բայց ինչ որտեղ գնալու օքեյ։ Թող գնան կաֆե։ Հա թող գնան կաֆե։ Դե կլուբ էլ կա կլուբ էլ հիմա։ Ինչն է Հայաստանում հատկապես շատ տարբեր կլուբեր կան։ Օքեյ է, տենց ինչ որ աղջիկական ինչ որ տեղ գնալ, ավելի բան։
ու երբ որ արդեն կամպանիայով են մի քիչ ավելի լավ է, որ ասենք մի 7-8 աղջիկով են, ոչ թե 2-ով են, որտեվ շանսերը, որ իրենց ինչ-որ 2 տղա կմոտիկանան ընթացքում ինչ-որ բաներ կուզենան, կպցնեն, բան մի քիչ ավելի քիչ է։ Երևի 7 էլի, 10-ից 7։ Հա։ Իմ հաջորդ բանը հեռախոսը միշտ պահում է դեմքով դեպի ներքև։ Սենց թայքա։ Շատ վատ է։ Խի բայց։ Ո՞վ ինքը սենց է էկրանին, սենց է դնում իր հեռախոսը։ Բայց դու տենց չես դնում։ Հա ես տես չեմ դնում, ես կողո տես դնող կա։ Եթե հեռախոսը դնում է ներքև, բայց ազատ է հեռախոսի օգտագործման հարցում զուգընկերոջ կողքը, ազատ կարող է ստեղ դնի հեռախոսը, ազատ կարա օգտագործի, զանգա գալիս կարա աղջիկն էլ տեսնի, չեմ ասում աղջիկը վերցնի ու այդ հեռախոսը տնօրինի, բայց ազատ է, այդ ազատությունը միշտ զգացվում է։ Այս վերջերս իմ ընկերուհիներից մեկը ասաց, որ երբ ինչ որ մեկը ձեզ նայում է, մտածում է, որ հա իրանց ինչ կա, լավ զույգ են, իդեալական, տենց իրար գտել են, ամեն ինչ լավ է, միշտ էլ լավ է եղել, մեծ այսինքն, հա, նենց չի, որ ինչ որ պատմություն կա, որ վատ է եղել ու մեկ էլ լավ է, ու երբ մարդու մոտ ուղակի լավ է, հեշտ է նստել ու խորհուրդներ բաժանել, որ պետքա այդ story-ին ինչ որ ձև, այդ պատմությունը ինչ որ ձև երևա, թե ինչքան փոփոխություն է եղել մեր կյանքում, ու ես ուզում եմ հենց այս մասում ուղակի տենց իմ մտքով անցավ, ասեմ, որ երկուսս էլ եղել ենք վատ հարաբերությունների մեջ, թունավոր հարաբերությունների մեջ, որը չի տարել ոչ միտեղ, տևել է շատ երկար տարիներ, համ փորձ է եղել, բավականաչափ, սովորել ենք ոնց պետքա լինի, ոնց չպետքա լինի, միևնույն ժամանակ մենք երկուսս հասել ենք այդ հարաբերություններին բավականին շատ տրավմաներով, որովհետև մեր ընտանեկան կարգավիճակներն էլ չի եղել իդեալական, ու եթե մենք հիմա նստենք ու պատմենք մի ամբողջ ոդկաստ, ինչ դժվարություններ ենք մենք տեսել փոքր տարիքից, ինչերի միջով ենք անցել, թե իմ ընտանիքում ես ինչեր եմ տեսել, թե դու քո ընտանիքում ինչեր ես տեսել, թե ինչպես ենք ընկել սխալ հարաբերությունների մեջ, այդ տրավմաներով, ինչպես ենք դուրս եկել, ինչքան ուրիշ տրավմաների մեջ ենք ընկել ու ոնց ենք մինչև հիմա մաքրվում մեր կյանքում եղած տրավմաների հետքերից եւ հետքերից բավականին ոչ ուրախ ոդկաստ կլինի ու հիմա երևի էս օգնելու, կիսվելու, ուղղորդելու ցանկությունը հենց դրանից է սկսվել, որովհետեւ երկուսս էլ անցել ենք դժվար ճանապարհով ու հիմա կարծես թե ինչ որ ձևեր ենք գտել, որը մեզ ոչ մեկ չի սովորացրել, այս ինֆորմացիան չի եղել ու մենք ինքներս ենք գտել, հասկացել եւ այլն։ Հիմա եթե ինչ որ մեկը կարող է ուղղակի իր սենյակում պարկած 40 րոպեանոց ոդկաստով նայ ինչա խանդը, մենք դա չենք արել։ Թե չենք արել ուղղակի։ Կարող է ինչ որ հանրագիտարաններում կարող էինք կարդալ, բայց դրան չենք հասել, ուղղակի մեր փորձով ենք սովորել ամեն ինչ։ Դուք էլ ճիշտ կլինի, որ ձեր փորձով սովորեք, բայց ամեն դեպքում ինֆորմացիան եւ տեղեկացված լինելը այս դարում հզոր զենք է, ինչու չունենալ։ Ու հիշեք, որ վատ հարաբերությունները այդքան էլ վատ չի, որտեվ ցանկացած այդ վատ, դժվար, ծանր իրավիճակից դուք ուժեղանում եք ու սովորում եք արդեն ոնց որ պատրաստվում եք ձեր հաջորդ փորձին, դրա համար պետք չի նեղվել, եթե դաժե ունեցել եք շատ դաժան ինչ-որ սիրային պատմություններ, շատ տխրել եք, շատ լացել եք, չգիտեմ ինչեր եք արել, իմացեք, որ այդ ամեն ինչը ձեզ մենակ ուժեղացնում է ու հետագայում ավելի հասուն, ավելի մտածված քայլեր եք անելու, հենց դրա շնորհիվ։ Ու դրա համար ասացի, ես էլ բան հիշեցի, ես էլ մշտական մուկ եւ կատու հարաբերությունների մեջ եմ եղել, երբ որ ուղղակի անընդհատ բաներ եմ բռնացրել, հետևել, քթել եւ այլն, այսինքն այն կարգավիճակում, որ դու ես եղել, միշտ խաբել ես եւ այլն, քո ընկերուհուն ու ինքը պետքա բռնացներ եւ այլն, այս դեպքում ես եմ
եղել բռնացնողը, ես եմ եղել խաբվողը, բայց այդ ընթացքում նախ հասկացել եմ, որ այս հարաբերությունները ինձ պետք չեն, հասկացել եմ այն սահմանները, որը գծելու եմ մյուս հարաբերությունների մեջ, ինձ ճանաչել եմ, ինքնաճանաչմամբ եմ զբաղվել, վստահությունս է բարձրացել եւ այլն, եւ քեզ հետ հարաբերությունների մեջ մտնելուց առաջ ես արդեն շատ հստակ եմ եղել, թե ինչ է ինձ պետք, ինչ հատկությունների ես պետք է ուշադիր լինեմ, ինչ պետք է պայմանավորվեմ եւ ինչն է ինձ համար կարմիր դրոշակ միանգամից հետ կանգնելու այս ամեն ինչից։ Ու երևի թե այդ փորձված լինելը, փորձ ունենալը, հասուն լինելը նոր հարաբերություն ընտրելիս բավականին շատ բազա է, հիմք է, որ հիմա մեր հարաբերությունների մեջ ճոճանակներ այդքան շատ չեն լինում, ամեն ինչ ավելի հանգիստ է։ Լինում են, բայց ավելի թեթև, սենց չէ, սենց։ Թեթևի մեջ։ Ալիքներ։ Այո։ Լավ, հաջորդը։ Ինչքան կխանդես, եթե զուգընկերդ չի ուզում ցույց տալ իր նամակները։ Էլի կախված է թե որ փուլում եք գտնվում, բայց եթե Արսեն կամուսիններ եք, չի ուզում ցույց տա նամակները, 8։ Ամուսիններ եք, չի ուզում ցույց տա նամակները, 8։ Կոնկրետ, նայ, օրինակ Instagram-ի DM-ը բացել է, եթե դա չի բացում, դա 10։ Բայց ընդհանուր եմ, որ կարող տենաս նամակ եկավ հարցնես ով էր, ասի, հեչ բան, էս է լավ է։ Բայ էլ ինչ 8։ 8 որ ասենք նամակներ կա որ պետք չի կարդաս, ասենք ընկերուներով նամակներ ա կամ ես նամակներ ունեմ իմ տղեկի հետ ասենք ընկերական ինչ որ նամակներ որ պետք չի լեքսիկոնի հետ կախված։ Իսկ տղա կա որ ասում է նայեմ ինչա գրել ընկերուհիդ, այդ նորմալ է։ Այդ էլ նորմալ չի, չէ։ Ստե էլի ինչ որ հիվանդագին պահ կա, որ արդեն մի քիչ ուրիշ տարածքա ուզում մտնի։ Այդտեղ էլի այդ իր հորինած բաներն այդ որ ասում եմ միտքդ կարաս մտքի թռիչքին է զոր տալի կարող է ինքը մտածի ընկերու հետ ինչ որ բան կարող բարձրախոսդիր լսեմ ընկերուդ հետ ինչ ես խոսում։ Հա չէ լրիվ աննորմալ է։ Չէ լավ էս մի հարց այ չանենք։ Խի տենց բան կա։ Չէ։ Լավ հաջորդը աշխատավայրում ունի ինչ որ կապ գործընկերոջ հետ ասենք զգում ես որ մոտիկա ես մեկի հետ ավելի շատ մոտիկա թե դե թեն չես կարա իմանաս դե այդ մեկը չես կարա իմանաս այդ մեկը կարաս գուշակես կամ ենթադրես հա կարաս իմանաս միշտ ամեն ինչ զգում ես ինձ թվում է որ շատ անհիմն խանդ չի լինում այդ ինչ որ ֆլիրտային վայբ ես զգում բայց մեկը արդարացված չի դու չես տեսել իրանց իրար հետ կամ դե լավ չի Ֆլիրտը ամեն դեպքում լավ չէ, ամուսնական զույգի մեջ ինչ ֆլիրտ։ Զույգից դուրս։ Հա։ Դե հա։ 8։ 8 հետագա հետևանքներով։ Okay, անցանք առաջ։ Պահում է իր նախկինի նկարները։ Շատ վատ։ 10։ Հիշում ես, բայց դու մի քանի տարի առաջ ես ջնջել։ Բայց ես նես չի պահել էի։ Դե չես էլ ջնջել։ Ինչ որ բան է, սայթի բտոլի ինչ որ մի տեղ էր, չէ՞ դες։ Այդ նես չի պահել էի։ Պրոստը չէի տեսել որ ջնջեմ։ Նես չի դες պահել էի որ նայեմ, հիշեմ բան։ Հիշես, լացես։ Կարոտեմ։ Չէ, вообще։ Հա։ Իմ համար նորմալ չի։ Նախկինի նկարներ պահելը, հին նամակներ կարդալը, ինչ որ հիշողությունները, հատկապես այդ հիշողություններով կիսվելը։ Հաջորդը գնում է ճամփորդության ընկերների հետ, որտեղ կա հակառակ սեր։ Տարածքում կա, թե իր հետ կա։ Ասենք չէ, իր հետ չկա, տարածքում կա։ Բայց դու չգիտես թե ում հետ է այդ աղջիկը, ինչ որ մեկի քուրը կարա լինի կամ աղբերը։ Ասենք տղու տեսանկյունից ասեմ, աղջիկով գնում են Եգիպտոս, իրանց հետ գնում է այդ աղջիկից մեկի աղբերը կամ մարդը կամ ընկերը, ու նույնը հակառակը, տղեկով գնում են ինչ որտեղ, ու տղեկի հետ մեկի ընկերուհին է գնում, ասենք։ Ընկերուհին է, բայց տղեկից մեկի ընկերուհին, հա, տղեկից մեկի, բայց բայ ես խի չեմ գնում։ Բայց չասի չես գնում։
Եթե ինչ-որ մեկի ինգերն է, բայց եթե աղբերն է, մի քիչ ուրիշ է։ Բայց եթե ունեք արդեն հարաբերություններ, ոնց որ դե մենք խանդի սանդղակ ենք հիմա խաղում։ Կասենք 4, հա։ Խաղը մեզ օգնեց նախ տեսնել թե ինչքան տարբեր իրավիճակներ կարող լինեն խանդելու համար։ Դուք էլ կոմենտներում նշեք թե ինչ խանդի տեսակներ կան, ինչ փորձ եք դուք ունեցել։ Իդեպ կարող եք մեզ նամակներ ուղարկել թեկուզ Instagram-ով անոնիմ մենք ձեր անունը չենք հրապարակի, եթե ինչ որ իրավիճակներ բաներ կան կքննարկենք, գուցե նաև անդրադառնանք։ Բայց քանի որ այս խանդի իրավիճակներից խոսեցինք, մի հատ ամենա այս պոպուլյարի մասին ալի խոսանք հեռախոսի հետ կապված, որ օրինակ մտնում են հեռախոսի կոդը ջարդում են, նայում են հենց իմ հետ օրինակ հենց տենց է եղել, ես իմ նախկին ընկերու բանը հեռախոսի կոդը տենց Facebook-ի parole բան ինչ որ մի ձև տենց կոտրել էի, մտել էի, ինչ որ բաներ էի նայել բան, ինչ որ բաներ էի գտել, բռնացնել չգիտեմ, դա բռնացնել էր թե չէ։ Բայց իմ համար բռնացնել էր ամենայն դեպս այդ ժամանակ բռնացնել էր, որտեվ ես չգիտեի, որ ինքը ունի մոտիկ տղա ընկեր, ում հետ ինձ շատ է խոսում, ինձ թվում է դա արդեն տենց մի հատ բան էր, որ ոբշեմ ու ոնց ես նայում դրան, որ հեռախոսը մտնում են, ջարդում են, ինչ որ ձև մտնում նամակներն են նայում, վերահսկում են։ Շատ վատ, էլի անառողջ խանդ կա։ Մի մտածեք, որ դա նորմալ է, մի մտածեք, որ լավ, սիրում է, խանդում է, թող նայի եւ այլն, դա վտանգավոր հետևանքներ կարող է ունենալ։ Ինձ թվում է, որ պետք է դնել սահմաններ, շատ լուրջ սահմաններ, որի մասին երկուսով կունենաք խոսակցություններ։ Մի հետազոտություն կա, որը ցույց է տալիս, որ այն մարդիկ, ովքեր շատ են մտնում հեռախոսների մեջ եւ սկսում թվային ստուգումներ անել եւ այլն, մասնակցում թվային հետազոտությունների, իրենց զուգընկերոջ հետ կապված շատ են տառապում դեպրեսիաներից, ունեն անինքնավստահություն եւ այլ հոգեբանական խնդիրներ, եւ որքան շատ է մարդ ստուգում հեռախոսը, այնքան շատ է կասկածելի բաներ գտնում, թեկուզ սովորական ինչ որ նամակների մեջ եւ այլն, եւ բացի այդ դա ինչ որ sense դոֆամին է կարճաժամկետ տալիս մարդուն, որ մարդը ոչինչ չի գտնում, ուրախանում է, ասում է, ոչինչ չգտա եւ գցում է կախվածության մեջ ու մարդը սկսում է անընդհատ ստուգել հեռախոսը։ Ինչ որ ժամանակում եք մտնում է, որ իմանա ամեն ինչ նորմալ է։ Ամեն դեպքում իմացեք, որ եթե կա առիթ ու դուք ակնհայտորեն գիտեք այդ մարդուն մի քանի անգամ բռնացրել եք ինչ որ բաների վրա եւ այլն, ավելի լավ է ուղակի չշարունակել այդ հարաբերությունները, ուղղակի ավարտել այդ հարաբերությունները, քան անընդհատ ապրել այդ տագնապի մթնոլորտում, իսկ եթե այդ մարդը տեղիք չի տվել, երբեք դուք չեք բռնացրել, ուղղակի ստուգումներ անելը կարող է նորից վատ բաների հանգեցնել, այդ դեպքում էլ իմաստ չկա ստուգելու, ճիշտ է դնել սահմաններ, պայմանավորվել, որն է օքեյ այդ զույգի համար, որը օքեյ չի այդ զույգի համար։ Դե հիմա մենք իրար հեռախոսների կոդերը ունենք ու հիմա այնպես դարա որ հեռախոսի կոդը իմացար սաղ application-ները կարաս բացես, բայց ես օրինակ չի եղել, մտնեմ մի հատ նայեմ ինչ նամակ ունես մեջը տնամ ու մտես խոսացել, ոնց որ sense ասած արխային եմ ավելի շատ։ Ու սովեմ դրա կարիքը երբեք չի եղել։ Դե պետք է նշենք դրա համար, որ օրինակ մենք այսքան տարի ամուսնացած ենք ու մեր մոտ այնքան փող վստահության վիճակ է, որ կարող է իմ հեռախոսը Արտուրը վերցնել, դուրս գալ, որովհետև անջատված է ենթադրենք։ Ես կարող եմ իր հեռախոսը վերցնել, գնել երեխաներին քննացնելու, որ օրինակ իմ նստած է ու ես իր հեռախոսով կարող եմ երգեր եմ դնում եւ այլն կամ զբաղվեմ, ինչեւ բալիկները քնեն։ Նույն ձև ես կարող ասեմ մի հատ պատասխանի կամ իմից տաքսի կանչի, որ ես գնամ եւ այլն, այսինքն կոդերը գիտենք, միշտ իրար մոտ է, միշտ sense parz դրված է սեղանին ճիշտ կողմով ու այս ընթացքում չի եղել կասկածի տեղիք, բայց եթե զույգի մեջ կա փակ ինչ-որ բաներ, կա ինչ-որ մութ պատմություններ, իրար չհասված կոդեր, որոշված սահմաններ, երբ ձեզ ասել են իմ հեռախոսը պետք չի մտնել, երբ ձեզ ասել են ես ինչ-որ գործնական պերիպիսկաներ ունեմ կամ ես չեմ սիրում, որ մտնում են իմ անձնական տարածք եւ այլն, մի քիչ մտածելու տեղիք տալիս է։ Դա սիգնալներ է, որ պետք է արդեն ուշադիր լինել։ Հա, ինչ-որ վտանգավոր բաներ կա այդտեղ։ Շատ զույգերի մոտ
թե ընկերություն անելու ժամանակ, թե ամուսնական հարաբերությունների ժամանակ խանդը ունենում է ռեալ հիմքեր։ Ուղակի չի խանդում աղջիկը կամ ուղակի չի խանդում նույնիսկ տղան, որովհետև տղան կարող է ունենալ ընկերուհի եւ հանդիպել զուգահեռ 10 ուրիշ աղջկա հետ։ Ինչ անել այս դեպքում, երբ կան ռեալ հիմքեր, բայց նույնիսկ առանց այդ հիմքերի, եթե նույնիսկ չկան հիմքեր, նախորդ հարաբերություններից կա վախ, այսինքն կարա առանց հիմքեր էլ լինի այդ խանդը։ Իսկ ինչ անել, որ չխանդել, ինձ թվում է մի քիչ դժվար է այդ խանդը կառավարելը, հատկապես երբ որ դու քեզնով շատ խանդոտ մարդ ես։ Ինչ պետք է անի այս դեպքում աղջիկը։ Դե կամ համակերպվի, որ իր ընկերը բացի իրանից ունի ուրիշ աղջիկներ, կամ բաժանվի, ինձ թվում է։ Ինչ պետք է անի։ Ինչ կարա անի։ Իսկ մնալ, դիմանալ, ստուգել հեռախոսը, վատանալ, բռնացնել, հետևել։ Ստեղ դառնալու է, ստեղ բնականաբար տուժելու են հարաբերությունները, այսինքն տուժելու է սերը, այդ սերը, որ կարելի է դաժե սեր չկոչել այս դեպքում, որտեվ եթե սերը միակողմանի է, չեմ կարծում, որ դա առողջ է արդեն։ Եթե աղջիկն է մենակ տենց սիրում ու տենց այնքան սիրարված է այդ տղային, որ առանց այդ տղու չի կարա, ինձ թվում է այդտեղ էլ աղջիկը ունի ուրիշ խնդիրներ, այսինքն ինքը կարող է մտածում է, որ ուրիշ իրան կարող է հավանող չլինի էլ, օրինակ դրա համար ինքը չի ուզում բաց թողի այս տղուն, ոնց որ հազիվ կպել է ուզում։ Այս դեպքում կա, ինձ թվում է շատ են նաև դեպքեր, որ հարմարվում են։ Այսինքն այդ խանդը ինչ որ ուրիշ գործողության չի վերածվում բաժանումների կամ ինչ որ ուրիշ բաների, բաժանումների օրինակ չի վերածվում։ Բայց ինչ անի, ինչ կարա անի։ Դե բաժանվի ինձ թվում է։ Ես օրինակ շատ խանդոտ եմ եղել։ Հիմա էլ եմ խանդոտ, բայց իմ մոտ եղել է ժամանակին այդ հիվանդագին խանդը։ Այդ սեփականության զգացումը, որ всё, խանութ չես կարա իջնես, իջար չզանգեցիր, ես զանգեցի մի րոպե չպատասխանեցիր, այդ ում էիր, ինչ էիր անում։ Այդ կարող է էսի ինչ բան, սենց ու հիմա հասկանում եմ, որ դա լավ վախերի ինչ որ արդյունք, վատ փորձառությունների արդյունք է այդ։ Բայց երբ որ խանդը առողջ է, օրինակ հիմա իմ դեպքում իմ մոտ առողջ խանդ է, երբ որ ինչ որ տարբեր իրավիճակներում կարող եմ քեզ խանդեմ, բայց այս խանդը իր սահմանները ոնց որ ունի ու չի հասնում, որտեվ նես չի դու էլ տեղի քեզ տալի ինչ որ բանի կամ չգիտեմ ինչ որ մեծ տղու հետ ես խոսում կամ սենց ինչ որ իրավիճակներ մենք չենք ունենում էլի, որ այդ խանդը տենց դառնա կռվի պատճառ կամ ինչ որ բանի պատճառ։ Խաճառ։ Ոնց է աշխատում։ Այդտեղ մի հատ աղջիկ էր աշխատում, ով ուներ ընկեր, ու իր ընկերը շատ խանդոտ էր, ու տենց լրիվ ֆուլ հիվանդագին վիճակներ, ես իրանց օրինակի վրա հենց բաներ եմ տեսել, ասենք այդ աղջիկը ողա հաճախորդ սպասարկեր, այդ տղեն գար մտներ խանութ, այդ աղջիկան ծեծեր, խանութի մեջտեղը։ Հիմա տենց բան ենք պատմում, բայց իրական շատ ցավալի վատ դեպքեր էր ու կոնկրետ իրանց զույգի վրա ես տեսել եմ ու շարունակական էր իրանց հարաբերությունները, իսկ իրանք չէին բաժանվում, այդ աղջիկը նույնիսկ շարունակում էր այդ տղու հետ, այդ տղեն էլ նույնիսկ մի օր կարող է գար իրար գրկեին պաչեին, հաջորդ օրը մի հատ անկապ ինչ որ թեմայից կարող նենց կռիվ դառնար։ Ու ոնց որ տենց դեպքերը շատ են մեր հասարակության մեջ, շատ։ Ես էլ գիտեմ հիվանդագին խանդի նենց օրինակներ, երբ օրինակ ամուսինը այնքան է գժվել այդ փաստի վրա, որ իրան դավաճանում են, ինչ որ մեկը կա եւ այլն, որ այդ կնոջը սկսել է հետևել, իհարկե ոչինչ չի գտել, հեռախոսները, հետո սկսել է մեղադրել նրա մեջ, որ այդ կինը ջնջում է իրանց նկարները կամ չգիտեմ պիրիպիսկաները եւ այլն, ու հասել էր նրան, որ այդ կինը ուղակի բաժանվել էր ու թաքուն տեղ տուներ վարձել, որ հանկարծ չիմանա այդ տղամարդը, որովհետև այդ տղամարդը ուղղակի միայն այդ մտքի վրա էր արդեն հիմնված, այդ էր փնտրում։ Դա էլ է հոգեբանական խնդիրները, դաժե փաստորեն այս իրավիճակում նույնիսկ բաժանումը չի օգնում։ Այսինքն բաժանվելուց հետո նույնիսկ այդ մարդը հետո տենց հիվանդագին արդեն գժված է այդ խանդի հողի վրա, մեկը շարունակելու է հետապնդել, բանել, եթե նույնիսկ այդ աղջիկը ուրիշ ընկեր ունենա ավելի վատ ալնելու իրանց երկուսի համար։ Ոնց որ այդ բաց թողելու խնդիրն էլ կա էլի նաև, այդ ինձ թվում է ամեն դեպքում ոնց որ այս մեր օրինակներով, մեր խոսացածով հասկանում ենք, որ ոնց որ գլխավոր պատճառը երևի այդ սեփականության զգացումն է ու չկորցնելու վախն է այդ մարդուն։
ու երևի ամենահիմնական պատճառը հենց ինքդ քեզ չճանաչելու խնդիրն է, ինքդ քեզ չվստահելու ու ինքդ քեզ վրա վստահ չլինելու խնդիրներ կան, որովհետև դու մարդ ես, ծնվել ես ինչ որ մի ընտանիքում, ինչ որ մի փորձառություն ես ունեցել, ինչ որ տեսակի ծնողներ ես ունեցել, կամ քեզ այդտեղ սիրել են կամ չէ, կամ սեր տվել են կամ չէ, կան բազմաթիվ տրավմաներ անցած մեծահասակներ, ովքեր փոքր ժամանակ ունեցել են բաժանություն ընտանիքում, իրենց հայրիկն է թողել, իրենց մաման է թողել են ու չեն եկել իրենց հետևից, կամ նույնիսկ sense փոքր տրավման, որ կարող է հիվանդանոցում բալիկը պետքա բուժվեր ու մաման չի կարողացել մոտը մնալ եւ այլն, կամ նույնիսկ թույլ չեն տվել, կարող է այնպիսի հետք թողել, որ ամբողջ կյանք ինքը չվստահելու զգացում ունեն։ Սիմպտոմ ունեն։ Հա։ Այսինքն ինքը միշտ մենք չգիտենք այդ մարդը, երբ հանդիպել է իր զուգընկերոջը, ինքը ինչ իրավիճակում, ինչ հոգեվիճակում է հասել այդ կետին, որ հանդիպել է։ Ու երբ զուգընկերոջ հետ սկսում է արդեն վախերը, տագնապները, տրավմաները, իրեն թողել են թե չէ, իրեն այնքան սիրել են թե չէ, ինքը ունի աշխարհին ու զուգընկերոջը վստահելու հիմքեր թե ոչ։ Ինչի վրա է նա հիմնված։ Այս բոլոր հարցերի պատասխանները երբ որ չի ունենում մարդ ու հասնում է այդ իր ոչ կատարյալ վիճակով, ոչ մեկ կատարյալ չի, բայց մանավանդ եթե լիքը տրավմաներով հասնում է ինչ որ զուգընկերոջ, հավանաբար հասնում է նաև նեն զուգընկերոջ, ով ունի համապատասխան անցած տրավմաներով փորձ ու ինքը պատրաստ է վերցնել այդ զուգընկերոջ տրավմաները ու անցնել բուժելուն կամ դիմանալուն կամ այսինքն ստեղ այն մյուսն էլ է եկել այդ տրավմաներով ու իրանք այտենց հանդիպել են ու ամեն մեկը իր հետ հարցեր ունի լուծելու։ Իսկ եթե այն մյուսը չի ունեցել այդպես տրավմաներ ու մենակ ասենք խանդողը ունի, այս դեպքում այսինքն ճիշտ է ոչ թե արտաքին աշխարհի վրա այդ խանդը ոնց որ sense ասած բարթել, այլ նայել ինքդ քո մեջ, դու քեզ փորձես, որտեվ ինչքան էլ այդ տրավմաները ասվածները բան տենց բուժելի են, ինձ թվում է առաջին օգնողը, առաջին բուժողը հենց դու պետք է լինես ու եթե դու ունես տենց ինչ-որ հիվանդագին խանդ, հասկանաս, որ այդ քեզնից է իրական, դու մի հատ քո մեջ պետք է նայես, հետո նոր հասկանաս կա իրական տես բան թե չէ։ Շատ դեպքերում խանդը այնքան է հասնում ինչ-որ աստիճանների մոտ էլ եղա, որ դու սկսում ես ինչ-որ բաներ արդեն հորինել։ Դու քո մեջ սկսում ես նոր սցենարներ մտածել։ Այսինքն կարող է այդ մարդը գնացել է աշխատանքի ու դու էլ ինչ-որ միտեղ հաստատ գիտես, որ աշխատանքի է գնացել, բայց դու քո մեջ սկսում ես հորինել, որ չէ, երևի ինձ ասած գնում եմ աշխատանքի, ինքը գնաց եսի մուր, ոչ եմ sense։ Իրականում հեշտ է այդ տրավմաներ չասեմ լավ, հեշտ է այդ խանդի դեմը առնել, երբ որ ինքդ քեզ սկսում ես ճանաչել, ինքդ հասկանում ես ինչ խնդիր ունես, որտեղից է բխում քո կոնկրետ ինչ-որ միտք, որտեղից է գալիս ու այս պարագայում ինձ թվում է դու կարաս ինքդ քեզ բուժես, ոչ թե քո զուգընկերը, ոչ թե դուք միասին այդ խանդի դեմը առնեք։ Ավելի վատ է, երբ որ երկուսն են ունենում խանդ, երկուսն են խանդող, այս դեպքում չգիտեմ։ Խանդը իրականում նորմալ է, երկուսն է պետք է ունենան, հատկապես որ սիրում են ինչ-որ նորմայի մեջ պետք է լինի։ Դու կարող ես տենաս ես աղջկա եմ ինչ-որ լայքել, դա նորմալ է որ դու խանդես։ Այսինքն ստե կա պատճառ ինչ-որ խանդի։ Ես կարծում եմ, որ դե մենակ ես չեմ կարծում, շատ-շատերն են ասում, որ մեր զույգը շատ ազատ է իրար հետ, իրար հարցում, իրար սահմանների հարցում, բազմիցս եղել է առավոտյան ես տուն եկել, ընկերներին հետ ես եղել, նույնիսկ ակումբում է իր աշխատում եւ այլն, այդ ամեն ինչը ոնց որ նորմալ է դիտարկվել իմ կողմից, դու ինձ տալիս ես այն ազատությունը, որ ես ունեմ սոցցանցեր, որ շատերը չեն թողնում, հրապարակում եմ նկարներ, որ ոնց ուզում եմ, ոնց ուզում եմ։ Դե չափը գիտես, նես չի։ Այդ ոնց ուզել։ Հա, բայց այս դու այսինքն նա եթե ես օրինակ մի անգամ քեզ ասեի դու ինչ որ նկար պոստեիր կամ հարցներ կարամ պոստեմ, ես ասեի հա դու սկսեիր ինչ ասես պոստել, մի քիչ ուրիշ բան կլներ, բայց դու գիտես ոնց որ դու քո չափը գիտես դրա համար։ Հիմա հարցս դրա մասին է սպասի, նայ։
Այն ինչքան դու ինձ թողնում ես, շատ-շատերի համար բավականաչափ շատ ազատություն է, որը մեր երկրում իմ կարծիքով չունեն աղջիկների 80%-ը մոտավորապես, հնարավոր է 20%-ը կամ նույնիսկ 5%-ը ունեն այն ազատությունը, որը տալիս ես ինձ դու կամ ես տալիս եմ քեզ նույնիսկ։ Այսինքն այդ սահմաններ ունենալու, հա, որ կարող ես գնալ ռեալիզացվել, կարող ես փորձել քեզ, կամ ուզում ես բլոգ վարի, ուզում ես ֆոտոսեսիա արա, ուզում ես get ready նկարի, ուզում ես ընկերուներիդ հետ դուրս արի, ուրբաթ իրիկունը կարող ես դուրս գալ, ես կմնամ երեխաների հետ ու նույնը ես, որ կարող ասեմ գնա տղեկի հետ, մինչև առավոտ, դա չի կարող լինել ամեն օր, թեկուզ քո կողմից, ոչ թե իմ կողմից, այլ քո կողմից գիտակցված, որ ունես երեխաներ եւ այլն, թեկուզ իրանք են հարցնում, ուր ես կամ ուրա papan եւ այլն, բայց կա ինչ որ փոխհարգալից sense սահմաններ, որտեղ կարծես չլինի խանդ, նույնիսկ կողքից։ Բայց կա։ Հիմա ո՞րն են այն քայլերը, որոնք կարող են մարդկանց բերել այդպիսի հարաբերությունների, որ լինեն սահմաններ ճիշտ, չլինի խանդ ու մարդիկ կարողանան իրար ճիշտ վստահել ու ճիշտ չափի ազատություն տալ իրար։ Քո կարծիքով ես էլ վերջում կպատասխանեմ այս հարցին։ Ինձ թվում է դրանք կոնկրետ տես point-ներ չեն, որ պետք է անես ու լինի, ինձ թվում է նախստեղ մեծ դեր ունի ժամանակի ֆակտորը, ու թե ինչքան են իրանք իրար հետ ազնիվ, անկեղծ եւ ինչքան այդ հարաբերությունների մեջ կա վստահություն։ Ինձ թվում է դրանք են գլխավոր նախապայմանները, որ այս սահմանները ճիշտ լինի, խանդի չափը ճիշտ լինի ու ոնց որ տենց վատ փորձից չտանի։ Իմ կարծիքով դրանք են։ Դու ինչ կասես։ Ես կասեմ, մի քանի անգամ շեշտեցինք, բայց նորից կասեմ, որ ինքնաճանաչումը շատ կարևոր է։ Զբաղվեք ձեզանով, ձեր ինքնաճանաչմամբ, խորացեք ձեր մեջ, հասկացեք ինչ եք ուզում, ինչ նպատակներ ունեք այս կյանքում, որն է հենց ձեր գոյության իմաստը, առանց ձեր զուգընկերոջ, առանց ձեր երեխաների եւ այլն, որովհետեւ մենակ մարդ եք դուք եւ ինչքան էլ որ լինի այդ կապը ձեր զուգընկերոջ հետ, ոնց որ մենակ ծնվել եք եւ մենակ էլ գնալու եք ու ինչ որ առաքելություններ ունեք, որոնք միայն ձերն են ու ավելի լավ է դրա վրա կենտրոնանալ, քան զուգընկերոջ ներկաբացականների վրա։ Երկրորդը, էլի կկրկնվեմ, սահմանների որոշումն է, եթե հնարավոր է միջև ամուսնություն, ինչն է քեզ համար նորմալ, ինչն է ինձ համար աննորմալ։ Հիշում ես, մենք նույնիսկ քննարկել ենք, նորմալ է, որ ես գնամ հանգստանալու ընկերուներիս հետ, նորմալ է, որ դու գնաս ընկերներիդ հետ հանգստանալու եւ այլն։ Ինձ թվում է այս տիպի դիալոգները ահա որ շատ օգուտ են տալիս, նույնիսկ եթե այդ պահին կարող է իրար ասեք, չէ, ես չեմ թողնի, որ դու գնաս հանգստանալու եւ այլն, այդ դիալոգի ժամանակ բավականին շատ բան եք դուք բարձում ձեր կողակցի մտածելակերպի վերաբերյալ, թեկուզ կարող կողակիցը ասի ինչ եմ ասելու իմ հորն ու մորը, որ դու գնաս կամ իմ ընկերներին ու այդտեղ դուք հասկանաք, որ սխալ է այդ կողակիցը ձեզ հարմար չի։ Այսպիսի հարցեր քննարկել, սահմաններ դնել, թե ամուսնության ժամանակ, թե ամուսնությունից հետո միշտ կոնստրուկտիվ դիալոգները, թե ես նեղվում եմ, երբ ինձ ազատություն չես տալիս։ Այստեղ ուզում եմ էլի մի հատ փոքր բան ասեմ։ Օրինակ դու եղել ա ժամանակ ու անընդհատ այդպես է, որ ինձ թվում է ինչ որ մի բան շատ պետք է, որ ես օրինակ չգիտեմ, գնամ party կամ sense նկարվեմ կամ բռնեմ բան, բլոգեր դառնամ եւ այլն, ու այդ քո քայլը, որ դու ինձ չես սահմանափակում այդ պահին, թեկուզ այդքան էլ դուրս չի գալի եւ այլն, բայց միտեղ տենց մոտենում ես, որ դե լավ հիմա աղջիկա, ինչ ուզում է թողանի։ Ես մոտենում եմ, որ դու էլ առանձին ոնց որ մարդ ես ու ունես քո ցանկությունները։ Ու իմ մեջ անալիզ եմ անում այդ ցանկությունները ինչքանով են վտանգավոր նախ առաջինը քո համար, հետո նոր մեր հարաբերությունները, հետո նոր իմ, ու այդ ժամանակ եթե տես խելքի մոտ բան ալնում, հասկանում եմ, որ ասենք այս մարդուն սրանից զրկելով ես նախ իրան եմ վնասում, այսինքն ես գիտակցում եմ, որ դու նախ իմ ասածը ընդունելու ես, եթե ես ասեմ չգցես, դու չես գցելու, բայց համել հասկանում եմ, թե ինչքանով է դա քո համար կարևոր, այսինքն որպես մարդ, որպես անհատականություն, եթե ես չլինեի, օրինակ, ես ընդհանրապես քո կյանքում չլինեի, սխալ է մարդուն իր
սահմանները փոքրացնել կամ չթողել։ Ու եթե ինչ-որ խելքին մոտ բան ալնում, вообще даже կարող ասեմ, խի ես ինչ չես անում։ Ու հետաքրքիր է, որ ես ինքս կարողա հասկանամ, որ խելքին մոտ բան չէր, դրանից եմ ուզում ասեմ, բայց այնքան թանկ է այն պահը, որ ես ունեցել եմ այդ ազատությունը ինքս որոշելու դա խելքին մոտ բան էր, թե ոչ։ Այսինքն ես անեմ, մտնեմ այդ փորձի մեջ, չգիտեմ, որոշել եմ ընկերուհիներիս հետ բոլորով չաթ բացենք ու դառնանք մի հատ խումբ բաց, մեկ էջով դառնանք բլոգերներ, դու հա արա հա բան ինչ վատա եւ այլն, ես անեմ, փորձեմ, հետո ինձ դուր չգա, հետո մենք փակենք եւ այլն, բայց ոչ թե դու ինձ թույլ չտաս, որ ես դա անեմ, այլ ես ինքս գամ դրան, որ դա լավ չի։ Այդ ազատությունը իմ կարծիքով հիմք է ուղակի։ Գիտեք, նենց ենք խոսում, ոնց որ ինքը ինչ որ luxury բան է այդ ազատությունը, որովհետև հիմա աղջկա համար հայ հասարակության մեջ ազատությունը իսկապես դարձել է luxury։ Ոնց է luxury հայերեն։ Լյուքսուրի։ Լավ լուրջ, ինչը ճոխություն։ Ազատությունը հայ աղջկա համար մեր հասարակության մեջ, այն էլ հարաբերությունների մեջ ճոխություն է։ Դրա համար շատերը չեն մտնում հարաբերությունների համար։ Տպավորություն է, որ եթե ես ունեմ այդ մի քիչ ազատությունը, ուրեմն ես էս ինչ բռնել եմ, ես ոնց եմ կպցրել, որ իմ մարդը ամեն ինչ թողում, այդ ոնց եմ ես համոզում։ Բայց դա adekvat բազային ինչ որ կարգավորում է, ինչ որ հիմք է, առանց որի առողջ հարաբերություններ ուղղակի անհնար է լինեն, որովհետև եթե նույնիսկ այդ աղջիկը դիմանա 15, 20, 30 տարի, ինքը այնքան է հիասթափվելու այդ ամուսնուց, որ ինքը չթողեց իրան ինքնարտահայտվել, ազատ լինել, ապրել, ստեղծել, ստեղծագործել, որ ինքը ուղղակի ատելու է այդ տղամարդուն։ Մի օր երեխաները գնալու են ու այդ կինը մնալու է ուղղակի իր ընտրության հետևանքների գերին։ Հենց որ խանդը այդքան էլ վատ բան չի, եթե չի անցնում սահմանները։ Կարող եք հանգիստ խանդել, բայց մի քիչ ըմբռնումով մոտենալ, չափի մեջ։ Եթե հիվանդագին է, դիմեք մասնագետների, անպայման հոգեբանների։ Շատերը մտածում են աշխատեք։ Հոգեբանը ինձ պիտի բանանի։ Հոգիս չեմ գնամ հոգեբանի։ Հոգիս չեմ գնամ հոգեբանի։ Բայց երբեմն եթե դուք չեք կարողանում, որտեվ մենք հասկացանք դա հենց տենց էլ կա, որ խնդիրը առաջինը ձեր մեջ պիտի տենաք, մի հատ ձեր մեջ նայեք, նոր անցնեք դիմացին, իսկ եթե չեք կարող այդ խնդիրը լուծեք, գնացեք հանգիստ հոգեբանի կամ հոգեվորականի։ Կամ հոգեվորականի, այո։ Շատ կան լավ մասնագետներ, որոնք կարող են ձեզ օգնել։ Հոգեվորականների հետ էլ կարող եք կիսվել այս թեմաներով, եթե ձեզ համար տենց հոգեբանի գնալը լավ չի, հանգիստ կարող եք դիմել նաև հոգեվորականների։ Վերջ։ Եվ մի մոռացեք, որ մենք VT ստուդիոյում ենք, edge թողնում ենք ներքևում, որպեսզի գաք եւ նկարահանեք ձեր ոդկասթները։ Եթե ձեր զուգընկերը չի խանդի։ Որ ոդկասթ նկարեք։ Կամ գաք ֆոտոսեսիայի, ասենք ինչ որ տղա ֆոտոգրաֆ ձեզ նկարի։ Այսքանը։